Добрый день, со стороны Москвы слышим и видим. Տեսակապով Եվրասիական տնտեսական միության երկրներն ու Հայաստանը պետք է քննարկեն, ինչպես նոր տեխնոլոգիաների միջոցով տնտեսական ու բիզնես շփումներն ու գործարքները դարձնել ավելի արդյունավետ։ ԵԱՏՄ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստն է։ Նիստը Հայաստանում է հայկական էլեկտրոնային համակարգին ծանոթանալու փորձը կիրառելու համար։ Հովհաննես Հովսեփյանը պետեկամուտների նախագահի պաշտոնում առաջին անգամ է ներկայանում։ Դեռ ասելիքը շատ չէ կհետևի ԵԱՏՄ Հայաստան էլեկտրոնային միասնական համակարգի ստեղծման աշխատանքներին։ Մինչև այդ հյուրերին տեղեկացնում է հայկական փորձն այդ գործում մեծ է։ Հայաստանում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին ու բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը։ Բիզնեսը բիզնեսի հետ առանց ավելորդ թղթաբանության ու փաստաթղթաշրջանառության կհաղորդակցվի, իսկ արդյունքները կերևան պետական գերատեսչություններում։ ԵԱՏՄ երկրների միասնական ընդհանուր ինֆորմացիոն համակարգի նպատակը հենց դա է։ Երբ համակարգը պատրաստ լինի, գործարարները կարող են սահմանահատել իրենց հետ առանց որևէ թուղթ տանելու։ Մեր նպատակն է ստեղծել առանց թղթաբանության միասնական, պաշտպանված ու հուսալի թվային համակարգ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կօգնի ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն առանց ավելորդ համեստության փաստում է։ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից ամենաթվայինն ու տեխնոլոգիականը Հայաստանն է։ Մյուս երկրների պասիվության պատճառով հաճախ հենց հայ տնտեսվարողներն են տուժում։ Դա տեղեկատվության փոխանակում է տարբեր գերատեսչությունների միջև, դա համակարգ է, որ թույլ է տալու Հայաստանի Հանրապետությանը եւ այլ մնացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին օգտվել տեղեկատվության փոխանակումից, ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ծառայության մասով եւ այլ գերատեսչությունների, որոնք ուրեմն փոխկապակցված կլինեն նշված էլեկտրոնային կառավարման համակարգին։ 2019 թվականը ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու վերջնաժամկետն է։ Այդ ընթացքում երկրները պետք է ստեղծեն ընդհանուր չափորոշիչներ, միասնական թվային ստորագրությունների շտեմարան, ընդհանուր ֆորմատ, թվային միջավայրում հեշտ ու պարզ հաղորդակցվելու համար։ Մանուի Իրիցյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։